Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյա հոբելյանը մեկ հարկի ներքո միավորել էր ոլորտի ներկայացուցիչների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու այլ հյուրերի։ ՌԸ նախագահ Տիգրան Հակոբյանը նախ հանդես եկավ ելույթով ներկայացրեց հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները։ Միջոցառման ընթացքում նաև ներկայացվեց հանձնաժողովի գործունեության մասին պատմող տեսանյութ։ Ամենակարևոր ձեռքբերումը դա այսօրվա մեր անկախ կարգավիճակն է, երբ որ մենք կարողանում ենք ընդունել որոշումներ, որոնք միգուցե այս կամ այն քաղաքական ուժին, իշխանություններին, անհատներին, հաճո չլինեն, բայց նրանք առաջինը ծառայում են հանրային շահին եւ նրանք օբյեկտիվ են, անկողմնակալ եւ առանց դրսի ճնշումների, զերծ ենք դրսի ճնշումներից։ Սա ամենամեծ նվաճումն է։ Սա, սակայն, Տիգրան Հակոբյանը համարում է իրենց իրական գործունեության արդյունավետության տեսանկյունից ընդամենը կես քայլը։ Նրա խոսքով այն տեղեկատվական քաոսը, որն այսօր ստեղծվել է համացանցի, արհեստական բանականության գործիքների միջոցով, բավական մեծ սպառնալիքներ է իր մեջ պարունակում։ Նրա փոխանցմամբ, եթե համացանցը առաջ համարվում էր ազատ քաղաքացիական լրատվական հարթակ, այսօր արդեն պատկերը միանգամայն այլ է։ Եթե հաշվի առնենք նաև թարգմանության հեշտությունը այսօր, որտեղ Google թարգմանությամբ ամեն ինչ կարելի է թարգմանել, ապա ցանկացած վնասակար Հայաստանի համար բովանդակություն կարող է թարգմանվել հայերեն եւ գալ Հայաստան օրինակի համար։ Եվ դրա հակաթույնը այսօր մեր պետությունը ցավոք չունի։ Սա ես կարծում եմ մեր առաջիկա անելիքներից ամենակարևորը։ Արդեն 25 տարեկան այս կառույցը վստահորեն կարող ենք արձանագրել, որ կայացած է Հայաստանի Հանրապետությունում։ Ժամանակին չգիտեմ ինչ աստիճան է եղել որակական առումով, կառույցի գործունեությունը, բայց հատկապես իմ պաշտոնավարման որպես պատգամավոր ընթացքում, որքան որ առնչվել եմ հանձնաժողովի հետ, ես բարձր պրոֆեսիոնալիզմ եմ նկատել եւ դրանում մեծապես կարեւոր է հենց խորհրդի անդամների, խորհրդի նախագահի դերը։ Առջևում խորհրդարանական ընտրություններն են, այս համատեքստում եւս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մեծ է համարում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անաչառ դերը։ Միաժամանակ կարծում է, որ հանձնաժողովի լիազորությունները պետք է մեծացվեն, ընդգրկելով նաեւ առցանց հարթակները։ Ներկայումս կայքերը ըստ էության մուլտիմեդիա են, այսինքն իրենք համ թերթի տրամաբանության մեջ են, համ հեռուստատեսության տրամաբանության մեջ են ու այն կարգավորումները, որը որ կան հեռուստատեսության դեպքում, այդ թվում նաև բռնություն, քրեական մշակույթ եւ այլ չտարածելու եւ այլ, այդ օրինակ նույն այդ կարգավորումները ըստ էության լրատվամիջոց մի զգալի մասի դեպքում բաց է, այսինքն ով պիտի այդ վերահսկողությունն իրականացնի։ Հանդիպմանը կարևորվեց նաև այն, որ հանձնաժողովը ստեղծման ժամանակից ի վեր հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառի արդյունավետ զարգացման համար բազում ձևաչափերով համագործակցում է տարբեր երկրների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների ու հարթակների հետ, ուսումնասիրելով այդ երկրների ոլորտային օրենսդրությունը, կիրառման մեխանիզմները եւ փորձը։ Տոնական միջոցառումը եզրափակվեց շնորհավորանքների, բարեմաղթանքների մթնոլորտում։ Տիգրան Հակոբյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։